Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, սիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь, я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ամեն երկուշաբթի, ամեն շաբաթ կիրակի սիրելիներս, ես մտնում եմ եթե, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը և հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, կարող եք նաև տալ այսպիսի հարցեր, իմ եթերները շատ յուրահատուկ են, եթե ձեզ անհրաժեշտ է, որ դուք իմանաք ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, դուք կարող եք նաև այդ հարցերը տալ, ես այդ հարցերին նույնպես մեծ սիրով պատասխանում եմ։ Եթե ես զգամ, որ ունեք խնդիրներ, պրոբլեմներ և այդ խնդիրների պրոբլեմների հիմնական այդ խնդիրների պրոբլեմները գալիս են նեգատիվի պատճառով, ես դա նույնպես բարձրաձայնում եմ։ Многие мои подписчики, они русскоязычные люди, они разговаривают, понимают только русский язык. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Мои прямые эфиры, они уникальные. Я во время прямых эфиров отвечаю и на такие вопросы. Если я увижу, что причина вашего несчастья, недомогания, это какой-нибудь порча, проклятие или какой-нибудь другой негатив, я обязательно вам буду говорить. Дорогие мои подписчики, вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием буду и на ваши вопросы отвечать. Այսքանը սիրելիներս, սկսենք մեր ուղիետերը, դուք էլ ակտիվ եղեք ձեր լայքերով, ձեր սրտերով, ձեր նվերներով, նման ձևով իմ տված էներգիայի դիմացեք, թող լինի ձեր էներգիայի փոխադարձումը։ Այսքանը սիրելիներս, սկսենք մեր ուղիետերը։ Միրան, անձնական ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Միրանի համար։ Միրան, անձնական ընդհանուր։ Սիրելի Միրան, կա խնդիրներ ձեր կյանքի
բոլոր ոլորտներում, հնարավոր է որ ձեր անձնականը քնած լինի, դուք էլ չեք հասկանում պատճառը։ Գիտեք ինչ, սիրելի Միրան, ձեր հայրական ազգի վրա կա անեծք, որը փակում է ձեր անձնականը, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Գիտեք ինչ, սիրելի Միրան, դուք էլ եք զգացել, որ շարժվում եք, ոչ թե առաջ եք գնում, այլ ընդհակառակը, հետընթաց է, էներգիա եք կորցնում, դրա դիմաց ոչ մի բան չեք ստանում։ Սիրելի Միրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը, այս նեգատիվը, որ կա ձեր հայրական ազգի վրա, դա ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ոչ միայն անձնական ոլորտներում, բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասվում։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասում։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Սևադա, կա ֆինանսական խնդիրներ, հնարավոր է դժվարություններ լինի ձեր աշխատանքային, ձեր մասնագիտական, ձեր ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Սևադա, այս իրավիճակը ձեր կյանքի մեջ երկար ժամանակ է ցկվում է, անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ, դժվարություններ, դուք ցանկանում եք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս գալ, բայց Աստծո ցույց է տալիս, որ սիրելի Սևադա, անընդհատ մի քայլ անելուց հետո մի 10 քայլ հետ եք գնում։ Ցույց է տալիս, որ կան խնդիրներ, սիրելի Սևադա։ Սիրելի Սևադա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր եւ անձնական ճանապարհը, փակում է եւ ձեր ֆինանսական հաջողության ճանապարհը։ Եթե այս նեգատիվը մնա, սիրելի Սևադա, եթե այդ նեգատիվը մնա, ընդհանրապես քանի գնա, այնքան խնդիրներն ու պրոբլեմները կշատանան։ Անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս կախարդանքը, այս մագյան ձեր վրայից մաքրեք, սիրելի Սևադա, եւ ձեզ ոչ թե խնդիրներ ու պրոբլեմներ կսպասեն, այլ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Հրահատ 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրահատի համար։ Հրահատ 28 տարեկան անձնական։ Կան խնդիրներ, սիրելի հրահատ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի փախեցեք, մի հիասթափվեք, սկզբից ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Դրանից հետո որոշակի ժամանակ հետո նաեւ ձեր անձնական ոլորտում խնդիրները կվերանան, խնդիրները կլուծվեն, ձեր դեմ կբացվի ճանապարհ, ձեր դեմ կբացվի հաջողության ճանապարհ եւ ֆինանսական ոլորտի հետ կապված եւ անձնական ոլորտի հետ կապված։ Գալինա 22 տարեկան անձնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գալինայի համար։ Գալինա 22 տարեկան անձնական, Գալինա 22 տարեկան անձնական։ Սիրելի Գալինա, ոնց որ ձեր անձնականը քնած լինի։ Ճիշտ է, դուք դեռ երիտասարդ եք, բայց ձեր կյանքի մեջ եղել է այնպիսի իրավիճակ, որ ոնց որ ձեր անձնականը պետք է ստացվի, գալիս ու տեղ չի հասնում։ Դու էլ չես հասկանում ինչն է պատճառը։ Սիրելի Գալինա, ոչ միայն անձնական ոլորտում է նման իրավիճակ, նաև ձեր ֆինանսական եւ մասնագիտական ոլորտում, ոնց որ տարօրինակ ոչ թե առաջընթաց է, այլ հետընթաց է։ Վախեր կա, հիասթափություն
հատկություններ կա։ Գիտեք ինչ, սիրելի Գալինա, այստեղ տեզր ցույց է տալիս, որ այդ իրավիճակը դա ժամանակավոր է։ Այդ իրավիճակը ժամանակավոր է։ Ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, աստվածային ուժերը ձեր հետ են, աստվածային ուժերը ձեզ ուղղորդում են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Քրիստինե 23 տարեկան, միացում կլինի թե ոչ։ Քրիստինե 23 տարեկան, միացում կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 23 տարեկան, միացում կլինի թե ոչ։ Կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Քրիստինե։ Եվ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եղել է բաժանում։ Քանի կայս թուղթուգիրը այս մագիան, ձեր արևը չի, ձեր լուսինը չի դառնա արև, որպեսզի լինի միացում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս կախարդանքի, այս մագիայի տակից եւ կլինի միացում։ Հասմիկ 38 տարեկան, տուն կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ, տուն կունենաք թե ոչ։ Սիրելի Հասմիկ, ոչ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով հնարավոր չէ տուն ունենալը։ Գիտեք ինչ պատճառներով դա անընդհատ քանդվում է, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի տուն ունենալու հնարավորություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նաև դրեք պաշտպանություն եւ դրանից հետո կլինի ֆինանսական հոսքեր, կլինի տուն ունենալու, սեփական տուն ունենալու հնարավորություն։ Քանի կա այս նեգատիվը չի լինի սիրելիս։ Մարիա 28 տարեկան, աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի համար։ Մարիա 28 տարեկան, աշխատանք։ Մարիա 28 տարեկան, աշխատանք։ Սիրելի Մարիա, դուք կունենաք աշխատանք եւ լավ էլ աշխատանք կունենաք։ Գիտեք ինչ, եթե առաջադանքել չունեք, աշխատանքի առաջարկություն լինի, մի վախեցեք, մի հիասթափվեք, այդ աշխատանքի առաջարկությունը ընդունեք, որովհետև այդ աշխատանքի ոլորտում դուք ունենալու եք հաջողություն, դուք ունենալու եք առաջընթաց, դուք կունենաք աշխատանք եւ լավ աշխատանք, ձեր սրտի աշխատանքը, ձեր սրտի ցանկությունը։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Սիրելի Անի, ճիշտ է կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի անձնական ոլորտում լինելու է անակնկալ չսպասված հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքը նպատակը հատկապես անձնական ոլորտում կատարվելու է։ Անձնական ոլորտում երջանկություն է սպասվում, սիրելի Անի։ Թակուի 21 տարեկան անձնական։ Թակուի 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թակուու համար։ Թակուի 21 տարեկան անձնական։ Կա խնդիր ձեր սիրելի Թակուի։
Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, սիրելի թակուի, ամուսնություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի թակուի, Սեդա 27 տարեկան ֆինանսական անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար, Սեդա 27 տարեկան ֆինանսական անձնական, կա խնդիրներ սիրելի Սեդա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք հնարավորություն ունեք այդ խնդիրները հաղթահարելու, այդ պրոբլեմներից դուրս գալու եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է երազանքների կատարում, ուղղակի որոշակի ժամանակ, որոշակի ջանքեր, բայց ցանկալի արդյունք եք ստանալու, Հրաչ 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հրաչի համար, Հրաչ 19 տարեկան անձնական, Սիրելի Հրաչ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց ցույց է տալիս, որ ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով հնարավոր է, որ դուք ունենաք անձնական խնդիրներ, որպեսզի անտեղի ժամանակ չկորցնեք, որպեսզի ցավեր չլինի, հիասթափություններ չլինի, տվայտակներ չլինի, սիրելի Հրաչ, հիասթափություններ չլինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, մաքրեք ձեր վրայից այս նեգատիվը, այս մագիան եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Եթե չմաքրվեք սիրելի Հրաչ, նման տեսակի մագիան ոչ միայն անձնական խնդիրներն է փակում, կփակի նաեւ ֆինանսական խնդիրները, կբերի ֆինանսական հոսքերը, կփակի նաեւ հնարավոր է լինի առողջական խնդիրներ, դեռ երիտասարդ եք, ձերբազատվեք այդ նեգատիվից սիրելի Հրաչ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Միշիկ Սոֆիկ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը Միշիկի եւ Սոֆիկի համար, Միշիկ, Սոֆիկ, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Միշիկ, սիրելի Սոֆիկ, բայց այդ ֆինանսական խնդիրները, այդ դժվարությունները ժամանակավոր են, ձեր կյանքի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ ճանապարհները բացվելու են, այդ խնդիրներից էլ, այդ պրոբլեմներից էլ դուք ձերբազատվելու եք։ Մամի Խան 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մամի Խանի համար, Մամի Խան անձնական, տեսնենք տիեզերքը ինչ է ասում, կա խնդիրներ սիրելի Մամի Խան,
Եվ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի մամիխան, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են։ Մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Մայրամ 29 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 29 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ հարցականներ եւ խառնաշփոթներ են։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մայրամ, եւ դուք այս քաոսային կախարդական իրավիճակից դուրս կգաք, կլինի հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, հարցականներն էլ, պրոբլեմներն էլ ձեր կյանքից կվերանան։ Մարիետա 28 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մարիետայի համար։ Մարիետա 28 տարեկան։ Մարիետա 28 տարեկան։ Սիրելի Մարիետա, ձեր վրա կա շատ ուժեղ նեգատիվ։ Դա հնարավոր է եւ թուղթուգիր լինի, հնարավոր է եւ տոհմական անեզք լինի։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ։ Գիտեք ինչ, ես թվում է թե շարժվում եք, բայց ոչ։ Էներգիա կորցնում եք եւ շարժ չկա։ Նույնիսկ դատարկ չէ, ընդհակառակը հետընթաց։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, անընդհատ լինելու են պրոբլեմներ, անընդհատ լինելու են խնդիրներ։ Կոհար 41 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 41 տարեկան։ Սիրելի Կոհար, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Սիրելի Կոհար, Աքսել 39 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աքսելի համար։ Աքսել 39 տարեկան։ Սիրելի Աքսել, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտները ամբողջովին քաոսի մեջ են։ Դուք ամբողջովին փակուղու առաջ եք կանգնած։ Սիրելի Աքսել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որովհետև եթե կա այս նեգատիվը, դուք անտեղի ժամանակ եք կորցնում, հիմքեր եք կորցնում եւ ոչ մի հաջողություն չի լինի։ Մաքրվեք անպայման, սիրելի Աքսել։ Բարև ձեզ։ Լևոն 32 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն 32 տարեկան։ Լևոն 32 տարեկան։
Սիրելի Լևոն, ձեր կյանքի վրա նույնպես կա թուղթուգիր, կա անեծք, եւ անձնական դեպակված եւ գործնական դեպակված, նույնիսկ գիտեք ինձ սիրելի Լևոն, նման նեգատիվի դեպքում հնարավոր է նաեւ առողջական խնդիրներ, կախվածություններ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լևոն, եւ ձեր կյանքի որակական հատկությունները ամբողջովին կփոխվեն։ Քանի կա այս նեգատիվը, ընդհակառակը, քանի գնա, ամեն ինչ կվատանա, ամեն ինչ կփակվի, սիրելի Լևոն։ Մարիամ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Մարիամ 23 տարեկան, Մարիամ 23 տարեկան, սիրելի Մարիամ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մարիամ, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Մարիամ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրան 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սիրանի համար։ Սիրան 41 տարեկան, սիրելի Սիրան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հաղթական շրջան է մտնում ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Սիրելի Սվետա, սիրելի գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեզ պատասխանել։ Սեդա 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար։ Սեդա անձնական, Սեդա անձնական, կա խնդիրներ, սիրելի Սեդա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք, նպատակներ որ ունեք, դրանք կատարվելու են։ Սվետա Գրիգ, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սվետայի եւ Գրիգի համար։ Սվետա Գրիգ, սիրելի Սվետա, սիրելի Գրիգ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Այս կախարդանքը, այս մագիան կբերի եւ անձնական խնդիրներ, եւ առողջական խնդիրներ, եւ ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն։ Ձեր վրա կա թուղթուգիր, որը կբերի հարաբերությունների, ամբողջովին հարաբերությունները կքանդվեն։ Նոնա 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նոնայի համար։ Նոնա 20 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Նոնա, ձեր անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհը, ձեր բոլոր երազանքները կատարվելու են, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Սուրեն 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սուրենի համար։
Սուրեն 38 տարեկան անձնական Սիրելի Սուրեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի անձնական։ Քանի կա այս նեգատիվը, անձնականը ամբողջովին փակված է։ Մայրամ Խաչիկ անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մարիամ Խաչիկ անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Մարիամ Խաչիկ անձնական, Մարիամ Խաչիկ։ Սիրելի Մարիամ, սիրելի Խաչիկ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով անձնականը փլուզված է, ոչ թե փլուզվելու է, փլուզված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է, որ լինի անձնական։ Այս նեգատիվը քանդում է ամեն ինչ։ Լիլիթ 27 տարեկան անձնական ֆինանսական Լիլիթ 27 տարեկան անձնական ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար Լիլիթ 27 տարեկան անձնական ֆինանսական Սիրելի Լիլիթ, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, ձեր նվերների համար։ Նարինե 52 տարեկան անձնական ֆինանսական Նարինե 52 տարեկան անձնական ֆինանսական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակված, և ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո կլինի անձնական, կլինի ֆինանսական։ Քանի կա այս նեգատիվը, ձեր կյանքի բոլոր ոլորտները, քանի գնա, այնքան կվատանա, այնքան բարդությունները կշատանան։ Արթուր 35 տարեկան անձնական Արթուր 35 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար Սիրելի Արթուր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Արթուր։ Գրիգոր 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 30 տարեկան Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գրիգոր, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Անհավաղ պետք է դիմեք, որովհետև ցույց է տալիս, որ քանի գնա ավելի մեծ վատ իրավիճակներ, բարդություններ է լինելու։ Թամարա 58 տարեկան անձնական Թամարա 58 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար
Թամարը 58 տարեկան անձնական Սիրելի Թամարա, ձեր անձնականի վրա կա մագիա, կախարդանք, մոգություն չկա անձնական դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական ամբողջովին քաոս է ձեր անձնական ոլորտում սիրելի Թամարա Սեդա 35 տարեկան տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար Սեդա 35 տարեկան Կա խնդիրներ սիրելի Սեդա բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր անձնական ոլորտում էլ գործնական ոլորտում էլ լինելու է հաջողություն լավ լուրեր եք իմանալու ուրախանալու սիրելի Սեդա Միքայել 23 տարեկան անձնական Միքայել 23 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միքայելի համար Սիրելի Միքայել ձեր վրա կա մագիա ձեր վրա կա կախարդանք դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք այս մագիան այս կախարդանքը մաքրեք ձեր վրայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն քանի կա այս նեգատիվը ձեր ոչ անձնականում կլինի հաջողություն ոչ էլ ֆինանսականում վասկեր կլինեն ապարդյուն Հիմա էլ կան այդ վասկերը ապարդյուն Վարդան 36 տարեկան անձնական Վարդան 36 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդանի համար Վարդան 36 տարեկան անձնական սիրելի Վարդան ձեր անձնական ոլորտում կա հաջողություն ինչ երազանք նպատակ ունեք սիրելի Վարդան ձեր երազանքները նպատակները կատարվելու են Լաուրա 24 տարեկան տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լաուրայի համար Լաուրա 24 տարեկան Սիրելի Լաուրա, ձեր վրա կա տոհմական անեզք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լաուրա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը ոչ անձնական ոլորտում է լինելու հաջողություն, ոչ էլ ֆինանսական ոլորտում Ռեբեկա 38 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռեբեկայի համար Ռեբեկա անձնական Ռեբեկա անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռեբեկայի համար Ռեբեկա անձնական Սիրելի Ռեբեկա, ձեր վրա հատկապես ձեր հայրական ազգը փակված է, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով անձնականը փակված է, կա ֆինանսական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռեբեկա, եւ անձնական կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի, քանի այս նեգատիվը կա ընդհակառակը խնդիրները կշատանան, պրոբլեմները կշատանան, հիմքերը կկործնեք, սիրելի Ռեբեկա Սվետա 34 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար Սվետա 34 տարեկան անձնական Սիրելի Սվետա ոնց որ ձեր անձնականը փակված լինի եւ ֆինանսականը նույնպես
Խնդիրներ կա եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, սիրելի Սվետա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սվետա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում է կլինի հաջողություն։ Ձեր վրա կատարված մագիա ու կախարդանք կա, որի պատճառով ամեն ինչ քանդվում է։ Սուսաննա 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 19 տարեկան անձնական։ Սիրելի Սուսաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սուսաննա, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գառնիկի համար։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան։ Գառնիկ 48 տարեկան ընտանեկան։ Կա խնդիրներ, սիրելի Գառնիկ, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց մի փախեցեք, մի հիասթափեք, այդ խնդիրները դուք կարողանալու եք այդ խնդիրներից դուրս գալ եւ անձնական ոլորտում եւ ընտանիքի մեջ եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Լյուդվիգ 21 տարեկան գործնական։ Լյուդվիգ 21 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լյուդվիգի համար։ Լյուդվիգ 21 տարեկան գործնական։ Սիրելի Լյուդվիգ, ձեր վրա կա տոհմական անեզք, եւ գործնական է փակված, եւ անձնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր եւ հայրական ազգից է գալիս անեզքը եւ մայրական ազգից։ Սա ոչ թե ձեր վրա ձեր ազգի ներկայացուցիչները մագիա են կատարել, սիրելի Լյուդվիգ, այլ ձեր ազգը եւ հայրական եւ մայրական ազգը անեծքի տակ է։ Դու էլ ճիշտ է երիտասարդ ես, ցանկանում ես անձնական լինի, գործնական լինի, ինչին ձեռս տալիս քանդվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Լյուդվիգ, եւ անձնական եւ գործնական հարաբերությունների մեջ կլինի հաջողություն։ Ռուսլան 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Սիրելի Ռուսլան, կա խնդիրներ, կա դժվարություններ։ Գիտեք ինչ, սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Ժաննա 35 տարեկան գործնական։ Ժաննա 35 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ժաննայի համար։ Կա խնդիրներ, դժվարություններ, սիրելի Ժաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա ու կախարդանք, ձեր եւ գործնականն է փակված եւ անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Քանի կա այս մագիան, ինքը ձեզանից ամեն ինչ խլում է, փակում է ձեր մոտ հաջողության ճանապարհները։ Վարդան 18 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդանի համար։
Վարդան 18 տարեկան Սիրելի Վարդան, ձեր ազգի վրա կա անեզք, որը փաղելու է ձեր հաջողության ճանապարհը։ Դուք դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կորցրեք, որովհետև ցույց է տալիս, որ եթե դուք այս նեգատիվից չմաքրվեք, սիրելի Վարդան, կլինի հիասթափություններ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, կլինի նաեւ առողջական խնդիրներ։ Սիրելի Վարդան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, անտեղի ժամանակ մի կորցրեք, որպեսզի լինի հաջողություն։ Սարգիս 40 տարեկան ճանապարհ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս ճանապարհ։ Սիրելի Սարգիս, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց երբեմն ճիշտ է խնդիրներ լինելու են, պրոբլեմներ լինելու են, բայց ճանապարհ ունենալու եք, փասվելու է ճանապարհ։ Սիրելի Սարգիս, ձեզանից էլ աշխարհուսանք եմ սպասում։ Ճիշտ է, որոշակի դժվարություններ կա, բայց ճանապարհը կլինի։ Արտակ 46 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտակի համար։ Արտակ 46 տարեկան աշխատանք։ Կա խնդիրներ ձեր ֆինանսական ոլորտում, սիրելի Արտակ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են եւ աշխատանք կլինի եւ լավ վարձատրություն կլինի, մի վախեցեք, մի հիասթափվեք, ցույց է տալիս ֆինանսական հաջողություն, ցույց է տալիս լավ աշխատանք եւ լավ վարձատրություն։ Արմինե 46 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 46 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, ոնց որ ձեր ֆինանսականը քնած լինի։ Գիտեք ինչ, կա խնդիրներ, սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք այդ խնդիրները կկարողանաք հաղթահարել, կկարողանաք դուրս գալ, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար շնորհակալ եմ։ Ձեր անձնական ոլորտում նույնպես սիրելի Արմինե լինելու է հաջողություն։ Անի 36 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 36 տարեկան առողջական, սիրելի Անի, ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական ֆիզիոլոգիական խնդիր է, այլ այստեղ ցույց է տալիս, որ այդ առողջական խնդիրը ի հայտ է եկել ձեր վրա կատարված մագիայի կախարդանքի շնորհիվ, պատճառով։ Դրա համար սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դրեք պաշտպանություն, նաև կատարեք բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ապաքինում։ Բայց եթե այս մագիան ձեր վրայից չմաքրեք, ապաքինում, գիտես, անընդհատ կծկծկվի ձեր այդ ֆիզիոլոգիական խնդիրը, պրոբլեմը, քանի կնա այնքան կբարտանա։ Վահե 21 տարեկան կկրի թե չէ։ Վահե 21 տարեկան կկրի թե չէ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։
Վահե 21 տարեկան կգրի թե ոչ։ Այո, դուք խաբար կիմանաք, կգրի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ, Գագիկ 54 տարեկան, տեսնենք ինչ ասում, տեզերքը մեր սիրելի Գագիկի համար, Գագիկ 54 տարեկան։ Սիրելի Գագիկ, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա նաեւ առողջական խնդիրներ, որը քանի գնա այնքան կբարձրանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս տոհմական անեծքից, սիրելի Գագիկ, դեռ երիտասարդ եք, դեռ հնարավորություն ունեք առաջ գնալու, ուրախանալու, անպայման մաքրվեք եւ կլինի հաջողություն։ Սիրելի Գագիկ, կար ուժեղ առողջական խնդիր, մաքրվեք անպայման այդ անեծքից։ Ալեն 26 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալենի համար։ Ալեն 26 տարեկան առողջական։ Սիրելի Ալեն, ճիշտ է, կա առողջական խնդիր, կա նաև աբակինում, կա նաև լավացում, անհավաղ կատարեք բժիշկների ցուցումները, կլինի առողջացում։ Անչափահասներին չեմ նայում։ Լյուդվիգ 21 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լյուդվիգի համար։ Լյուդվիգ 21 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լյուդվիգի համար։ Սիրելի Լյուդվիգ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծվում են, կա լավացում, կա աբակինում, անպայման դիմեք բժիշկների, կատարեք բժիշկների ցուցումը, կլինի աբակինում, դուք կարողանաք, սիրելի Լյուդվիգ, կլավանաք, կաբակինվեք, մի վախեցեք, մի հիասթափվեք, բայց անպայման կատարեք բժիշկների ցուցումը։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Սուսի 21 տարեկան, կաբակինվեք, կարողանաք երեխա ունենալ թե ոչ։ Սուսի 21 տարեկան, կաբակինվեք, բալիկ կունենաք թե ոչ։ Սիրելի Սուսի, դուք կաբակինվեք, բալիկ կունենաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, դուք երեխա կունենաք, սիրելի Սուսի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Գևոր 29 տարեկան անձնական, Գևոր 29 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորի համար։ Սիրելի Գևոր, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր թեմ ճանապարհներ է բացվում, ձեր թեմ հնարավորություններ է բացվում։ Կարող եք գալ անեծքները մաքրելու համար, կարող եք զանգել, ժամպայմանավորվել, այցելել։ Ռուզաննա 42 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 42 տարեկան անձնական,
Սիրելի Ռուզաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնագանը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Սուրեն 38 տարեկան, երբ տղա երեխա կունենաք։ Սուրեն 38 տարեկան, երբ տղա երեխա կունենաք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուրենի համար։ Սիրելի Սուրեն, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է տղա երեխա ունենալու հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի տղա երեխա։ Քանի կա այս նեգատիվը չի թույլ տա, որ սերունդը աճի, սերունդը մեծանա։ Դիմեք անպայման էքստրասենսի թողմակրման գործողություն կատարի, դրանից հետո հնարավոր է, որ տղա երեխա ունենաք արտակ 50 տարեկան անձնական։ Արտակ 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի արտակի համար։ Արտակ 50 տարեկան անձնական։ Սիրելի Արդակ, Սիրելի Արդակ, միայն անձնական չեք մոտ խնդիրները, կա նաև ֆինանսական խնդիրներ։ Սիրելի Արդակ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ ոչ անձնականը լավանա, ոչ էլ ֆինանսականը լավանա։ Քո ոչ ֆինանսականն է հաջող, ոչ էլ անձնականը։ Գիտեք ինչ, ոնց որ անձնականը անընդհատ քանդվում է, չեք կարողանում հիմքեր ստեղծել, ֆինանսական դեր անընդհատ դառնում է զերո, դառնում է մինուս, դառնում է բարկեր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, սիրելի Արտակ, եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն, եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Մայրամ 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 47 տարեկան անձնական։ Սիրելի Մայրամ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Սիրելիներս, կարգի գրեք ձեր անունները, չեմ հասկանում, գրեք Մոսի, իսկական ձեր անունները գրեք, որպեսզի ես կարողանամ ձեր հարցերին պատասխանել։ Անհասկանալի ձևով էր գրված, չեմ կարողանում պատասխանել։ Հերմինե 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 26 տարեկան անձնական։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Փակված է ձեր անձնականը։ Մոսո 41 տարեկան, Գորի 38 տարեկան ամուսիններ, ինչ է սպասվում։ Մոսո Գորի, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մոսոյի եւ Գորիի համար։
Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Մոսո, սիրելի Գուրի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացվում է հնարավորություններ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ են, որ ունեք եւ անձնական ոլորտի հետ կապված եւ գործնական ոլորտի հետ կապված ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Թերմին է 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Թերմինեի համար, Թերմին է 48 տարեկան անձնական, Սիրելի Թերմին է ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրեր կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գրեք Արայիկ Լիանա ձեր տարիքը, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել, Աշխեն 24 տարեկան անձնական, Աշխեն 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աշխենի համար, Աշխեն 24 տարեկան անձնական, սիրելի Աշխեն ձեր անձնական ոլորտում կան խնդիրներ, ոնց որ անձնականդ փակված է, անձնականդ քանդված է, գիտեք ինչ սիրելի Աշխեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք պակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Աշխեն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ոչ միայն անձնական ոլորտներում կլինի հաջողություն, որովհետեւ այդ թուղթուգիրը, այդ մագիան ձեր կյանքի բոլոր ոլորտներ փակում է։ Սիրելիներս զանգեք վաղը ժամպայմանավորվեք ու այցելեք, զանգեք ժամպայմանավորվեք այցելեք։ Արայիկ, չէ, սիրելի Արայիկ Լիանա, ձեր տարիքը գրեք, շնորհակալ եմ նվերների համար։ Ռուզաննա 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար, Ռուզաննա 43 տարեկան, Սիրելի Ռուզաննա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, դրանք կատարվելու են, հատկապես ցույց է տալիս նաև ֆինանսական ոլորտում նոր ձեռքբերումներ եւ նոր հնարավորություններ։ Արայիկ Լիաննա անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արայիկի եւ Լիաննայի համար, Արայիկ Լիաննա անձնական, Արայիկ Լիաննա անձնական, կա խնդիրներ, սիրելի Արայիկ, սիրելի Լիաննա, կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Արայիկ, սիրելի Լիաննա, ձեր վրա կա նեգատիվ, որը բերում է անընդհատ ձեզ կանգնեցնում է խնդիրների եւ պրոբլեմների առաջ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր վրա թուղթուգիր կա, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը եւ անձնական պրոբլեմներ կա եւ ֆինանսական պրոբլեմներ։ Թիանա 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Թիանայի համար, Թիանա 26 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Թիանա,
Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Դիանա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Աբո 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի աբոյի համար։ Աբո 33 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի աբո, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանիկ, ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի աբո, ձեր անձնական ոլորտի հետ կապված ձեր երազանքները կատարվելու են։ Մարինե Ռազմիկ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի եւ Ռազմիկի համար։ Մարինե Ռազմիկ, սիրելի Մարինե, սիրելի Ռազմիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, լինելու է ձեր հարաբերությունների մեջ ավարտ, կա պրոբլեմ, կա խնդիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի Մարինե, սիրելի Ռազմիկ, որպեսզի այս ցունամին չգա եւ ձեր կյանքի մեջ խնդիրներ չառաջացնի։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Արամ 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արամի համար։ Արամ 24 տարեկան։ Ձեր անձնական ոլորտում ոնց որ տարօրինակ իրավիճակ է։ Գիտեք ինչ սիրելի Արամ, ոնց որ անձնականը քնած լինի։ Սիրելի Արամ, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, ձեր եւ անձնականն է քնած լինելու եւ ձեր ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս հայրական անեծքը ձեր վրայից մաքրեք, հայրական ազգի անեծքը, ոչ թե ձեր հայրն է ձեզի անեծի, այլ ձեր հայրական ազգը անեծքի տակ է։ Այդ անեծքից մաքրվեք, երիտասարդ եք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Լիանա 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 23 տարեկան անձնական, սիրելի Լիանա, գիտեք ինչ, ձեր եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված։ Սիրելի Լիանա, ձեր վրա կա թուղթուգիր եւ նոր ժամանակվա կատարված թուղթուգիր է, որը փակում է ձեր անձնականը, նաեւ փակում է ձեր ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, անտեղ ժամանակ մի կորցրեք, նաև դրեք պաշտպանություն, որովհետև մի անգամ թուղթուգիրանողը երկրորդ անգամ էլ կանի, մաքրվեք, դրեք պաշտպանություն եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Սոնա 19 տարեկան, շանս տակ այդ տղային, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 19 տարեկան, այո, ցույց է տալիս, որ այո, հաջողություն կլինի, եթե շանս տակ այդ տղայի ձեր միջև հարաբերությունները երջանիկ հարաբերություն կլինի, եթե շանս տակ։ Ակո Կայանե 43 տարեկան անձնական ֆինանսական, Կայանե 43 տարեկան անձնական ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։
Սիրելի կայանե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, սիրելի կայանե, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի։ Ձեր վրա շատ ուժեղ թուղթուգիր էր արած, սիրելի կայանե, Գոհար 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար, Գոհար 35 տարեկան անձնական, սիրելի Գոհար, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գոհար, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Խաթուն 35 տարեկան, ինչ է սպասվում։ Խաթուն 35 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաթունի համար։ Խաթուն 35 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Խաթուն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում սպասվում է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա առողջական ոլորտում, իրավական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ սպասվում է հաջողություն, լավ լուրեր, լավ իրավիճակներ եւ հաղթանակներ։ Անի 27 տարեկան անձնական, Անի 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, Անի 27 տարեկան անձնական, սիրելի Անի, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրա այս մակրեք, եւ անձնական կլինի, եւ երջանկություն կլինի։ Սրբույի 61 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի սրբու համար, Սրբույի 61 տարեկան անձնական, սիրելի Սրբույի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ հաջողության հնարավորություն է բացվում, սիրելի Սրբույի, Անժելա 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար, Անժելա 23 տարեկան, սիրելի Անժելա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Անժելա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Նուշա 50 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նուշայի համար, Նուշա 50 տարեկան անձնական, սիրելի Նուշա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք որ ունես, սիրելի Նուշա, ձեր երազանքը կատարվելու է, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Բալասան 42 տարեկան աշխատանք, Բալասան 42 տարեկան
աշխատանք։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Պալասանի համար։ Սիրելի Պալասան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր ֆինանսական հոսքերը փակ են, կա անձնական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, այս նեգատիվ այս թուղթուգիրը չի թողնում, որ աշխատանք լինի, ֆինանսական հաջողություններ լինի։ Սիրելի Պալասան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ աշխատանք կլինի եւ անձնական երջանկություն կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար։ Արթուր 26 տարեկան Արթուր 42 տարեկան աշխատանք Արթուր 42 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 42 տարեկան աշխատանք։ Սիրելի Արթուր, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, լինելու է աշխատանք, լինելու է ֆինանսական հաջողություն։ Մագիչ 33 տարեկան, ամուսնություն կլինի թե ոչ։ Մագիչ 33 տարեկան, ամուսնություն կլինի թե ոչ։ Սիրելի մագիչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր ամուսնության ճանապարհը, որը փակում է ձեր անձնական երջանկության ճանապարհը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի մագիչ, նոր սրանից հետո կլինի ամուսնություն։ Ռիթա 65 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռիտայի համար։ Ռիտա 65 տարեկան առողջական։ Կա խնդիրներ, սիրելի Ռիթա, կա խնդիրներ, բայց նաև կա լավացում, կա ապակինում, անպայման դիմեք բժիշկների, կատարեք բժիշկների ցուցումները, սիրելի Ռիտա, դուք կապակինվեք, դուք կլավանաք, այդ հիվանդությունից դուք դուրս կգաք։ Դավիթ 35 տարեկան անձնական։ Դավիթ 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Դավիթ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Դավիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Արթուր 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 26 տարեկան անձնական։ Սիրելի Արթուր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ինչ երազանքներ որ ունեք, սիրելի Արթուր, ձեր երազանքները կատարվելու են։ Մելինե 29 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մելինեի համար։ Մելինե 29 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Մելինե, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Մելինե, կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ, կլինի ձեռքբերումներ։ Մուրադ 35 տարեկան ամուսնություն։ Մուրադ 35 տարեկան ամուսնություն, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մուրադի համար։ Մուրադ 35 տարեկան ամուսնություն։
տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մուրադի համար, կանխնդիրներ սիրելի Մուրադ, Սիրելի Մուրադ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականն էլ է փակված, ձեր գործնականն էլ է փակված, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մուրադ, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, ձեր վրա թուղթուգիրեր արած, Կոհար 35 տարեկան առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար, Կոհար 35 տարեկան առողջական, Սիրելի Կոհար կա լավացում, կա բաքինում, դուք այդ հիվանդությունը կհաղթահարեք, բայց անպայման կատարեք բժիշկների ցուցումները, անպայման կատարեք, դուք կաբաքինվեք, Արմեն 37 տարեկան ամուսնություն, Արմեն 37 տարեկան ամուսնություն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար, Արմեն ամուսնություն, Սիրելի Արմեն, կլինի ամուսնություն, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, կլինի ամուսնություն, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, Շակե 55 տարեկան ապագա անձնական, Շակե 55 տարեկան ապագա անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շակեի համար, Սիրելի Շակե, ձեր վրա կա թուղթուգիր, եւ անձնականն է փակված, եւ ապագայում կա խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Շակե, եւ ֆինանս կլինի, եւ անձնական կլինի, եւ առողջական կլինի, Արմեն 37 տարեկան Ռուսաստան գնալու է, թե ոչ, Արմեն 37 տարեկան Ռուսաստան գնալու է, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմենի համար, այո, Ռուսաստան գնալու է, Սիրելիս գրեք ձեր անունը, ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ հասկանամ, դուք միանալու եք, թե ոչ, անունը, տարիքը գրեք միություն կլինի, թե ոչ, Նազելի 21 տարեկան ամուսնություն, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նազելիի համար, Նազելի 21 տարեկան ամուսնություն, Սիրելի Նազելի կա ամուսնություն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Նազելի, Այսօր ավարտելու եմ սիրելիներս իմ եթերը, ճիշտ է զգում եմ, որ շատ մարդիկ կա, Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև պետական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ կանխատեսումներ կա, համայնախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Գիտեք ինչ սիրելիներս, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ,
ու որ հարկավոր է պայծառատեսի կանխատեսումը, պայծառատեսի էքստրասենսի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ու հետեր պատասխանում եմ իրենց հարցերին, թող իրենք էլ միանան, իրենք էլ տան իրենց հարցերը, իրենք էլ ստանան իմ կողմից տիեզերքից ուղարկված հարցերի պատասխանները։ Հաջորդ շաբաթ կիրակի նորից լինելու է ու հետեր, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներիս։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։